Ով է այսօր հիշում, որ 1 տարի առաջ նախաստորագրված հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղության համաձայնագրի երկրորդ կետով կողմերը պայմանավորվում են քայլեր ձեռնարկելու, հարգելու միմյանց տարածքային ամբողջականությունը։ Բաքուն պահում է այդ կետը։ Այս հարցի պատասխանը լավագույնս երևում է Ջերմուկի կամ Վարդենիսի սարերում, երբ անզեն աչքով էլ տեսնում ես, թե թշնամին ինչպես է խորացել Հայաստանի խորտիկունք եւ ինչպիսի լայնածավալ ինժեներամրաշինական աշխատանքներ է կատարում հայ-ադրբեջանական առաջնագծի գերակա զավթված բարձունքների վրա։ Իսկ ինչ ենք անում մենք, բացի կեղծ խաղաղություն շեփորահարելուց։ Եթե Ադրբեջանը մեզ հետ խաղաղության է գնում, ինչու է այդպես սպառազինվում նման ամրաշինական աշխատանքներ իրականացնում։ Որովհետև Բաքվում լավ գիտեն, եթե տարածաշրջանում իրավիճակ փոխվի եւ հնարավորություն ընձեռվի Հայաստանից խլելու օրինակ Սևանի ավազանը կամ Սյունիքը, բնականաբար նրանք գնալու են այդ քայլին։ Իրավական դաշտում Ադրբեջանը հեռանկարի համար կեղծ փաթեթներ է հավաքագրում, որ Հայաստանի վրա լայնածավալ ճնշում գործադրի։ Ադրբեջանի բոլոր քայլերը մեր հանդեպ թշնամական են եւ խաղաղապաշտական այն քամիները, որոնք առավոտից երեկո իշխանական քարոզչամեքենան փչում է մեր ժողովրդի աչքին, թմրեցնում են մարդկանց։ Ադրբեջանն իր իսկ նախաստորագրած փաստաթղթի դրույթները խախտել է ամենաբարձր մակարդակով։ Ալիևի ռազմաշունչ տեքստերին ի պատասխան վարչախումբն ասում է, դա ներքին լսարանի համար է։ Ինչ է նշանակում ներքին լսարան, երբ այդ ռետորական հարցադրումների 90%-ը ձեզ է ուղղված։ Ինչպես գնահատել այն, որ Ալիևն արդեն հայկական ատոմակայանի մասին հայտարարություններ է անում, ասում է, վաղ թե ուշ Հայաստանը պետք է հրաժարվի ատոմային էներգիայից։ Դա նույնն է, որ մենք հայտարարենք, թե օրինակ Կասպից ծովից նավթի ինչ չափաբաժին նա պետք է արդյունահանի։ Վարչախումբն ասում է, թե Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի էներգետիկ համակարգերը պետք է միասնականացվեն, այսինքն գազն ու էլեկտրաէներգիան ստանանք թշնամի պետություններից։ Դիվանագիտական հարաբերություններ ոչ Ադրբեջանի եւ ոչ էլ Թուրքիայի հետ չկան, բայց քննարկում ենք էներգետիկ հարցեր։ Ռուսներից գազ մի գնեք, նրանցից խլեք նաև երկաթուղին ակնարկում են նրանք։ Տվեք օրինակ Ղազախստանին։ Այսինքն վարչախումբն օտարում է համապետական նշանակություն ունեցող մեր բոլոր ենթակառուցվածքները, ստվերային բանակցություններ է վարում այդ մասին։ Իսկ եթե դու քո հաղորդակցություններն օտարում ես դրանք տալով թուրքերին ու ադրբեջանցիներին, տնտեսությունդ ամբողջությամբ կախման մեջ ես դնում այդ երկու պետությունից՝ թշնամական Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Որևէ ձևով չկա այլ ընտրանք։ Ռուսաստանին անմիջապես փոխարինող տարածաշրջաններ, երկրներ, արտաքին շուկաներ, էներգետիկա եւ այլն չկա։ Մենք մի բան ենք մոռանում։ Բացի դրանից, ատոմակայանը շահագործում ենք ռուսների հետ պայմանագրի շրջանակներում։ Հարավկովկասյան երկաթուղին ռուսական երկաթուղի դուստր ընկերությունն է, մենք կոնցեսիայով տվել ենք։ Դրա շուրջն էլ կա որոշակի քաղաքական բանավեճ, որը որ արդեն բացվել է, բայց ամեն դեպքում նաև կան գազամատակարար, այսինքն գազային ամբողջ համակարգ, ամբողջ երկաթուղին, ատոմակայանը, դրանք Ռուսաստանի պետական կազմակերպությունների միջոցով վերահսկվող ենթահամակարգեր են, այսինքն ստեղ էլ հարցեր կան։ Վարչախումբն այս ընթացքում խոշոր սեփականատերերից մի շարք կարևոր ռազմավարական օբյեկտներ է խլել, օրինակ էլեկտրական ցանցեր կամ ցեմենտի գործարան, ապա հայտարարել, որ պետական կառավարման ձախողման հետևանքով կամ այդ դեպքում կառավարումը կանցնի մի այլ մասնավորի։ Հայաստանում նման պոտենցիալ ունեցող ներդրողներ կամ ընկերություններ գրեթե չկան, հետևաբար դրանք լինելու են օրինակ Թուրքիայից կամ Ադրբեջանից։ Վարչախումբը հակակոռուպցիոն կոչվող դատարանի միջոցով հեշտությամբ մուրճի մեկ հարվածով գործարարների ռազմավարական ունեցվածքը խլում է ազգայնացման անվան տակ, բայց դա հետ բերել է շատ բարդ է լինելու։ Առավել դժվար է լինելու դա անել, եթե այդ ընկերություններն օտարված լինեն որևէ օտարերկրյա կազմակերպության կամ հանձնված լինեն արտերկրյա հավատարմագրային կառավարման։ Այդ դեպքում առավելագույնը, ինչին միջազգային դատարաններով նախկին սեփականատերը կարող է հասնել, փոխհատուցումն է։ Այսինքն հայ ներդրողը չի կարողանալու նոր օտարերկրյա սեփականատիրոջից իր երբեմնի եւ իրենից խլված գույքը հետ բերել։ Ասելու են մրցույթ է եղել կամ պայմանագիր եմ կնքել, որի շրջանակում այդ գույքն անցել է ինձ, հետեւաբար այդ գույքը չի վերադարձնելու։ Բայց պետական գանձարանից, այսինքն մեր միջոցներից, նախկին սեփականատերը դատը շահելու դեպքում փոխհատուցում է ստանալու։ Վարչախումբն իր այս թշնամական քայլերով պետբյուջեի համար սարսափելի ռիսկեր է ստեղծում, կարելի է ասել, ապագա պետական բյուջեն ականապատում է։ Իրադարձությունների զարգացման մի քանի սցենար կա այս դեպքում։ Մի սցենարային ա, որ Հայաստանը ի վերջո ռուսական անվտանգային հովանոցից դուրս գա։ Այս դա կատաստրոֆիկ հետևանքներ կարող է ունենալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք անվտանգության երաշխիքներ այլ ընտրանքային չունենք եւ որևէ մեկը
մտադիր չէ դատալ Հայաստանի։ Եվ մյուս սցենարներն է, որ այս արկածախնդրության հետևանքով անկախ նրանից ինչ կորուստներ կունենանք, մեծանա Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։ Բացվելու է մի ամբողջ փոխհատուցումների շղթա։ Այսօր մեր պետական պարտքը մոտենում է 15 միլիարդ դոլարի։ Այդ թիվը շարունակաբար աճելու է, եթե իրենք խլված գույքը վաճառեն ուրիշներին, իրենք էլ շարունակեն իրենց պարգևավճարներ դուրս գրել, հատկապես որ այդ պարգևավճարի դրույքաչափի վերին շեմ գոյություն չունի։ Ինչպես անցած 8 տարում, առաջիկայում էլ կարող են իրենց վերնախավին, նրանցից յուրաքանչյուրին ամսական 7-8 միլիոն դրամի պարգևավճար դուրս գրել։ Պայքարը շարունակվում է։